Ուրեմն ես դες պետք է անկեղծ մի բան ասեմ։ Ես իհարկե կարդացել եմ Հրանտ Բագրատյանի բացնամակը, այդ ժանրը քաղաքական լիրիկա է, այդ ժանրը մեզ համար հայտնի է։ Դա քաղաքական հնարք է, ինչպես ասում են, ուշադրության կենտրոնում հայտնվել եւ սևեռել։ Ես Հրանտ Բագրատյանին շատ մանրամասն պատասխանեմ մայիսի 7-ից հետո։ Հիմա ես նրան հնարություն չեմ տա դառնալ հերոս։ Իսկ այնուամենայնիվ ըստ ձեզ հանրապետական կուսակցությունը ինչու է ձեզ ընդգրկել իր հաշվի առնելով իմ կենսափորձը, որոշումներ կայացնելու իմ կարողությունները, պատգամավորական գործունեության իմ մեծ փորձը եւ երևի թե հանրային կյանքում իմ օգտակար հնարավոր դերակատարումը։ Վերջին հարցը։ Պարոն Հարությունյան, իսկ որքանով են ձեր հայացքները համապատասխանում հանրապետական կուսակցության ցեղակրոնությանը եւ արդյոք հակասություն չկա։ Ոչ։ Ուրեմն ես ուզում ասել, որ քրիստոնեդեմոկրատական քաղաքական դոկտրինը, որը բռնել է հետպատերազմյան Եվրոպայի պատմության քննությունը, շատ մոտ է հանրապետական կուսակցության հանրային կյանքի կազմակերպման առանցքային դրույթներին։ Պատահաբար չի, որ հանրապետական կուսակցությունը բոլոր վերջերս դարձավ Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ։ Կուսակցություն, որի առանցքում կանգնած են քրիստոնեդեմոկրատական կուսակցությունները։ Իսկ Եվրոպական ժողովրդական կուսակցության հանրային կյանքի դոկտրինը հիմնականում դա քրիստոնեդեմոկրատական գաղափարախոսություն է։ Եվ մենք ունենք շատ ու շատ ընդհանրություններ։ Մասնավորապես, որ վերջին շրջանում ակնհայտորեն դառնում է առանցքայինը, որ եւ սա արդեն ունեցել նաեւ եթերով դա ասել։ Հանրապետական կուսակցությունը իդեմ իր ղեկավարի այսօր առաջ է կաշում առանցքային հանրային կյանքի կազմակերպման առանցքային դրույթներից մեկը, ոչ թե մարդն է պետության համար, այլ պետությունն է մարդու համար, որ պետություն, այդ պետական օրգանիզմը կոչված է մեկ ապահով մի կարևորագույն խնդիր, ապահով իր քաղաքացու արժանապատիվ կյանքը յուրաքանչյուրի առանց ընտրանքների։ Սա լրջագույն դրույթ է, ես կարող եմ շարադրել բավական երկար, բայց կան կրկնում եմ գաղափարական ընդհանրություններ Հայաստանի քրիստոնեդեմոկրատական միության եւ հանրապետական կուսակցության ուտեցումների մեջ։ Դրանք աչք պահպանողական կուսակցություններ են։